Փարք Նեժդեհին։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա ոչ միայն ռուս-թուրքական առուծախի տեղեկանք էր, հա, ֆակտուրա ռուսերեն, այլ Ալիևի, այսինքն սպառված, տկարացած, հյուծված Ալիևի փրկության թուղթ, որտեղ Ալիևն ինքն էլ է խոստովանել, որ եթե նոյեմբերի 9-ին չդադարեցվեր պայքարը, պատերազմը ինքը չէր կարող գրավել մնացած Արցախի հատվածը, որը Պուտինի կազմած նոյեմբերի 9-ի փաստաթղթով մաս առ մաս, հա, ժամկետ դրվեց, թե որտեղից երբ պետք է հայերը դուրս գան, ուղղակի առանց կրակոցի։ Եվ Արցախի գինը շատ բարձրացել էր ապրիլյան քարոզիայից հետո։ Դե հասկանալի է, եթե մարդ ապրանք ունի, եւ Պուտինը ողջ Հայաստանը եւ Արցախը համարում է իր սեփականությունը եւ այդ ապրանքը երբ որ հանում է վաճառքի, ինքը ցանկանում է որ դա բարձր գնով վաճառի։ Արժեքը բարձրացնի։ Եվ ապրիլյան քարոզիայի ժամանակ երբ որ Ալիևը ցանկանում էր նվաճել Արցախը, ասենք Պուտինը չխանգարեց, ասեց խնդրեմ գնա տես ինչ ես կարողանում անել, եթե կարողանաս։ Ես քեզ չեմ խանգարի։ Եվ Ալիևը այդպես շատ հանգարցակի հարձակվեց, առաջի 2 օրն առաջ եկավ, հետո կանգնեց, հետո արդեն հետ էր գնում, Պուտինը կանգնեցրեց, մի 800 հեկտար թողեց Ալիևին, որ ինքը այդ մի քանի հազար զոհը այդ 4 օրվա մեջ կարողանա Ադրբեջանում արդարացում գտնել այդ զոհերի համար, որպեսզի խնդիրներ չունենա Ալիևը Ադրբեջանում, եւ ինքը հասկացրեց տղա ջան, տեսար որ առանցին ոչինչ չես կարող անել։ Ինքը ուղղակի Ալիևին հասկացրեց, որ Արցախը դու քեզանով որքան էլ միլիարդավոր դոլարների զենք ունես, ինչ ունես, չես կարող։ Մինչև ես քեզ չօգնեմ, չմիջամտեմ կամ չցանկանամ։ Սա մի տեսակ Արցախի գինը հենց Ալիևը փորձը չստացվեց իր մոտ, Արցախի գինը բարձրացավ, հաջորդ անգամ Արցախ ուզելիս պետք է ինքը ավելին վճարի։ Հետն էլ առանց ռուսի չի կարող, առանց ռուսի այդ հարցը չի կարող լուծել։ Պուտինը այդ հարցը կարգավորեց ապրիլյան քարոզիա պատերազմով։ Եվ դրանից հետո ինքը հոպը, որը իսկապես խանգարում էր Ալիևի ԱԹՍ-ներին, ինքնաթիռներին, ուղղաթիռներին, հոպը առաջ քայլը հոպը վերցնելն էր, որ հասկանալի է, հեշտ լինի վերևից հարվածել, ինքը հոպը պահեց, անգամ պատերազմի ընթացքում օրերով չի աշխատել, որ Ալիևը հանգիստ իր սև գործն անի։ Եվ ապրիլյան քարոզիայից հետո, երբ որ գները բարձրացավ Արցախի, բայց Հայաստանում փաստորեն կային մարդիկ, ովքեր չէին հաշտվում այդ երևույթի հետ։ Եթե Սերժ Սարգսյանի համար դրանք անպետք հողեր էին, սկզբից ասում էր ոչ մի մետր էլ չեն զիջել, հետո ասեց դրանք անպետք հողեր են, ու հետո երբ որ ասեց ում պետք է թող գնա ազատի, ես բանակ դրա համար գործի չեմ դնի, Ժիրայր Սեֆիլյանը զորակոչ հայտարարեց, կամավորներից մոտ 1500 մարդ հավաքագրեց եւ ներկայացրեց պաշտպանության նախարարություն, որպեսզի իրեն տրամադրեն հագուստ, զենք, դե 1500 Ժիրայր Սեֆիլյան հո զենք չունի, ասես բանակը թող չխառնվի, ես գնում եմ այդ 800 հեկտարն ազատագրեմ։ Սերժն էր ասել, ով ուզում է թող գնա ազատագրի, մարդը ցանկություն էր հայտնել եւ գնում էր ազատագրելու։ Զորակոչ էր արել եւ հավաքվել էին Ժիրայր Սեֆիլյանի կողքին 1500 հայ խոհեմ տղամարդիկ։ Եվ ինչ արեցին, տեսան, որ Ժիրայր Սեֆիլյանը լուրջ այդ գործողություն ուզում էր, այդ մարդուն կալանավորեցին։ Երբ որ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորեցին, մտածեցին վերջ, Արցախին խանգարող չկա։ Այսինքն էլ Արցախը, եթե առուծախի հանենք հերթական անգամ, Հայաստանի ներսում խանգարող չի լինի եւ Սերժիկին գործողեցին, չէ, Արցախ, որպեսզի ամառեր, որպեսզի գնա ասի, որ պետք է տանք։ Անդադ պատերազմներով չվերցնելու դեպքում խելոք տանք։ Եւ հանգարց Սասնա ծռերը մտան ոստիկանական գունդ, որ խանգարեն այդ գործողությունը։ Այսինքն նրանք մտածում են, որ Ժիրայր Սեֆիլյանին փակի տակ պահելով այդ խնդիրը լուծել են, բայց չեն մտածում, որ որքան էլ Ժիրայր Սեֆիլյանը փակի տակ է, բայց տղերքը Ժիրայր Սեֆիլյանի զինակից ընկերները, գաղափարակից ընկերները ազատության մեջ են։ Եվ ապստամբեցին եւ այդ գործարքը, որ պետք է 16 թվին կատարվի, նորից հետ ընկավ։
Եվ Պուտինի համար չկար չարիք, իհարկե իր համար դա զարմանք էր, որ Հայաստանում տղեր կան էլի, որ կարող են իր կամքին հակառակ ինչ-որ գործողություն անեն։ Հասկանում եք։ Իր պատկերացմամբ այդ Հայաստան լրիվ իր գաղութներ ու ինքը այնտեղ ասողներ, իրենից ով դիմություն, ընդդիմություն, իշխանություն, չգիտեմ, ծեր, հիվանդ, առողջ, գիտնական, արվեստի մարդ, բոլորը Պուտինի տղեր բոլորն իրեն երկրպագում են։ Բայց չգիտեր էլի, որ իսկապես ասնացերեր կան, որոնք թքած ունեն։ Ոչ միայն Պուտինի, այլ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի վրա։ Եվ երբ որ տղաները մտան ոստիկանական գուն 10 օր պահեցին, ճիշտ է, Պուտինը ծանր տարավ դա, բայց հետո դա ինքը օգտագործեց նորից Ալիևի դեմ, ասաց, որ տղա ջան, տեսնում ես, նույնիսկ այնտեղ հələ օջախներ կան, որոնց հələ պետք է հաղթահարենք, այսինքն ակամայից դե սենց տենես մենք պետք է մեր հայրենիքը պաշտպանենք, իսկ մենք որքան պաշտպանում ենք, ուղղակի մենք մեր հայրենիքը պետք է ուրիշի գաղութարարի լծից հանենք, ազատենք, որ մենք մեր հայրենիքի համար անձնորած ինչքան որքան որ կռվենք, դա լինի մեր հայրենիքի փրկությունը, ոչ թե իր գնի բարձրացում։ Եթե դու գաղութ ես ու պայքարում ես, որ դա գաղութարարը, այս գաղութարարը չտանի տա այն մյուսին, այսինքն բայց դու մնացելի գաղութ, դու դրանով գինն ես բարձրացնում, դրանց առևտրի։ Բայց երբ որ դու անկախ ես ու պայքարում ես, դու արդեն ուժեղացնում ես քո հայրենիքը, քո ինքնիշխանությունը։ Նման էֆեկտ տվեց, որովհետև ապրիլյան ապստամբությունից 16 թվի հասնացրերի ժողովրդի այդ ցասումը մարեցին, հենց Նիկոլները մարեցին, եթե հիշում եք, քանի որ տղաները ոստիկանական գնդում էին մեծամասամբ 32-33 հոգի, մարդը եկավ հրապարակ եւ ժողովրդին ուղղորդեց այնպես պատտեց, խափեց, ֆռցրեց, մարդիկ հիասթափվեցին, տղաները հանձնվեցին, հիասթափվեցին, գնացին տուն։ Եվ վերջ։ Եվ սա նորից Պուտինի համար, այն որ ասում է չկար չարիք առանց բարիք, նորից գինը բարձրացնելու դիտարկվեց որպես գործողություն։ Եվ դրանից հետո, երբ որ արդեն եկավ պատերազմը, նա արդեն հասկացրեց, որ տես, հա, տղա ջան, մենք քեզ օգնում ենք, բայց էլի քեզ չենք վստահում, հասկացրեց, մինչև հիմա էլ հասկացնում են։ Ուղղակի Ալիևին սենց իրեն ինքը այնպես է ներկայացնում, որ ինքը մտել է ու թուրը հանել է ջարդելով, փրթելով, գնացել է, Շուշի է ազատագրել։ Մարդը արդեն ասում է, ես եմ հանձնել Շուշին, սա ես ասում, ես ասես այն բան հարսանիք լեռներում կոմանդոսը, որ Շուշի ազատագրման ծրագիրը, որ կազմել էր, դա մի այտենց գործողություն, չգիտեմ, ամեն ազգի ամեն բանակի տրված չէ։ Հասկանում եք, դա մի ուրիշ, բայց ինքը փորձեց ցույց տա, որ ինքն էլ կարող է Շուշի ազատագրել իբր, ազատագրել չակերտների մեջ։ Ինչևից է, ինքն էլ լավ գիտի, որ ինքը չի հաղթել, բայց սենց գոռոզում ստախոսի կամ Պարծենկոտի վերջը շատ դաժան է լինում։ Նիկոլների վերջը այնքան է մոդեցել, որ չլինի Նիկոլ, չի լինի Ալիև։ Հավատացեք, այդ կարգի։ Դե Պուտինը չհաշված, իհարկե։ Պուտինը քանի կա, Ալիևը պետք է իրեն լավ զգա։ Բայց նայած Պուտինը ոնց կլինի։ Եթե Լենինի վիճակում լինի, Ալիևները կխեղճանան, որովհետև հիմա էլ հենց հիմա այս վիճակում։ Հիշում եք այդ Քոչարյանին այնքան բացասական կերպար, այսինքն գաղութարար այնքան թույլ էր տվել, որ Քոչարյանը Հայաստանում, ասենք, ինչ ուզի անի եւ այդ հոկտեմբերի 27 եւ մարտի 1-ը երկուսն էլ Քոչարյանի նախագահության ընթացքում են տեղի ունեցել եւ այդ երկու արհավիրքը ժողովուրդը չի մոռացել։ Եվ խաղարկեցին այդ բացասական կերպարը եւ ասեցին ավելի լավ է թուրքը գա, քան Քոչարյանը։ Պատկերացնում եք։ Այսինքն ժողովրդի համար հայրենիքը այդքան կարևոր չէ, կարևոր էր Քոչարյանը չգա։ Այսինքն այսքան պրիմիտիվ բան խաղացրեցին ժողովրդի հետ։ Իսկ հիմա երկրորդ պրիմիտիվ բանն են խաղացնում եկեղեցու դեմ։ Տեսեք, Նիկոլը եկեղեցին քանդում է, բայց ժողովրդին մատուցում են, որ ինքը KGB-ի գործակալ Գարեգին Բեի դեմ է կռվում։ Եվ ժողովրդի մոտ ասում են, ոչինչ թող եկեղեցին քանդվի, մենակ KGB-ի գործակալ Գարեգին Բեին կհանքեց անեն։ Բայց ժողովուրդ չի հասկանում, որ Նիկոլն էլ է KGB-ի գործակալ։ Մարդն ասում է, չէ, պատերազմը սցենարով գրված պատերազմ էր երրորդ երկրում։ Որ սցենարով էր գրած, դու ինչ էիր խաղում, կռիվ էիր խաղում։ Չի գործակալ է, չէ՞ որ սցենարի մեջ ինքը դերակատարում է ունեցել, խաղացել է։ Բացահայտ հո ասում է ապուշը։ Այսինքն ինչ է տեղի ունենում։
Սա այստեղ Գարգին բին եկեղեցիականներ, բարձրաշան հոգևորականներին KGB-ի գործակալ է համարում։ Պուտինը ընդեղ Գարգինի եղբորը Մոսկվայի թեմի առաջնորդին հայաց այդ առաքելական եկեղեցու նոր շքանշան է տալիս։ Այսինքն արդարացնում է Նիկոլի պատճառաբանությունը։ Այսինքն սա այստեղ ասում է սրանք KGB-ի գործակալ են, նա այնտեղ նորից մի հատ մեդալ է տալիս, որ հաստի այ իսկապես որ Նիկոլը ճիշտ է ասում, որ սա KGB-ի գործակալ է։ Տեսեք, մերն է, մենք ոնց ենք սիրում, ոնց ենք պարգևատրում, որ այստեղ Նիկոլի գործողությունները ժողովուրդը չխանգարի եկեղեցուն քանդելու։ Տեսեք, այն Կարգին Հայկո կար, չէ՞, պասերով, որ ասում էր պասերով, այդ տականքը եկավ Նիկոլի հետ պասերով խառնեց ամեն ինչ ու փախավ։ Սա այստեղ հոգևորականներին քննադատում է KGB-ի գործակալ լինելու մեջ, այնտեղից KGB-ն հոգևորականներին պարգևատրում է, հաստատում է Նիկոլի ասածը։ Որ ժողովուրդն էլ ասեն, ահա տեսնում եք Պուտինը նորից մեդալ տվեց, ուրեմն ճիշտ է անում։ Բան, էլ չեն ասում, որ այդ Պուտինը Նիկոլին ասում է, տղա ջան, դու սեղմի, ես էլ այստեղից թուլացնեմ։ Հասկացաք, չէ՞ ժողովուրդ։ Պետք չի ասել թուրքը թող գա, մենակ Քոչյանը չգա։ Եկեղեցին թող ավիրվի, մենակ Գարեգին բեն գնա։ Բա ասենք լավ, Գարեգին բեն գնաց, եկեղեցին ավիրվեց։ Երգիրը քանդվեց, Քոչարյանն եկավ։ Ինչ է շահելու։ Ոչ մի չես ունենալու։ Մեր եկեղեցին դա այն կառույցն է, որ Սփյուռքն ու Հայաստանը միավորում է իրար։ Որ Սփյուռքում ապրող հայի համար սրդացավ է դառնում Հայաստանը։ Այդ եկեղեցին է կապում։ Ու դրա անունը դրել է ֆաշիզմ։ Ու ոչ մեկը չի ասում ոնց, այսինքն հիմա այդ Փաշազադեն էլ իրենց ֆաշիստն է, որ այդ Կովկասի մահմեդականների է կոչվում, չէ՞, չի կոչվում է Ազերստանի։ Կովկասի մահմեդականների առաջնորդն է։ Այդ ոնց եղավ։ Բա ինքը ֆաշիստ չի, բոլորը sense բան կենտրոնացնում է բանի անում։ Ժորժան, պետք է հասկանանք, ինչն ենք ինչի դիմաց զիջում։ Այդ որ Գարեգին բերը կամ դրանց եղբայրներն ու դրանց ծառայողները KGB-ի գործակալներ են, դա նորություն չէ։ Բայց դա չպետք է KGB-ի գործակալ Նիկոլը այդ դրա դեմ պայքար տանի։ Դա պետք է տանի ազգի մասին մտածող։ Եթե մեկը ասում է Արցախն Ադրբեջանն է, մեզ բոլորից դնում է հարվածի տակ, դարձնում է հանցագործ։ Եվ Ալիևը չմոռանաք 150 միլիարդ դոլարով արդեն միջազգային դատարանում ներս բան բնապահպանական ծախսեր է դեմ տվել։ Հենց որ սահմանադրությունը փոխեցիք, Արցախը ճանաչեցիք Ադրբեջան, այդ մի 10 անգամ մեծանալու է թիվը։ Որ Հայաստանն էլ տանք այս մնացած մասը չենք բրծնելու։ Եվ դրա անունը դրել եք խաղաղություն։ Չկա խաղաղություն, ժողովուրդ։ Սա խաղաղ սպանդ է, խաղաղ։ Ստապ մտածեք։ Քոչարյանից էլ ենք ազատվելու, Գարեգին բեից էլ ենք ազատվելու, Նիկոլից էլ ենք ազատվելու, բայց հայրենիքն ու եկեղեցին պահելով։ Ոչ թե զիջելով, թե հայրենիքը տանք, թե Քոչարյանը պետք է չգա, եկեղեցին տանք, թե Գարեգինը պետք է գնա, չէ, հայրենիքն ու եկեղեցին պահելով սրանց դեմ կռիվ ենք տալու։ Լևոնի, Ռոբերտի, Սերժիկի, Նիկոլի, Գարեգին բեի, ոսես մնացած ռուսա հպատակների։ Չենք մոռացել, չէ, Արցախում ինչ էին անում ռուսները։ Գալիս էին Գորիսից Հավիձուն 100 դրամով գնում էին, տանում այնտեղ 5000 դրամով հայերի վրա վաճառում էին։ Կուշտ, լավ, չաղ բախտավոր, փող էին աշխատում մարդիկ։ Չմոռանաք, էլի դաժան բաներ կա, ուղղակի ես չեմ ուզում այդ խաղապահ ճակերտների մեջ ասած ռուսներն ինչ էին անում հայերի գլխին այն շրջափակման ժամանակ։ Ու չմոռանաք այդ շրջափակումը, որովհետև եթե Վրաստանի հետ հարաբերությունները փչացնեք, այդ Լարս Մարսը կդրեք, ամեն ինչ տակ գնա Ադրբեջանով գա, Ալիևը ցանկացած պահի փակելու է։ Այդ մարդն ասում է մենք ձեր երեսը չենք ուզում տեսնենք, անգամ ձեր հողի վրա։ Միջանցք են ուզում սարքեն։ Ունդեղ մեր երեսը չտենան։ Պատկերացնում եք։ Էլ ուր մնաց մեր ապրանքները ընդեղից կան։ Իսկ Սամվել Ալեքսանյանը առաջի ծիծեռնակը դարձավ մեզ Ալիևին ենթակա դարձնելու։ Լեֆիկ Սամո, դու էլ չես փրկվելու։ Քո Նիկոլի հետ դու ուղղակի այնքան ծաղրելու առարգա ես դարձել, բոլորի ձեռքի մանրադրամն ես դարձել։ Հաց ես բերում Ադրբեջանով արդեն։ Այսպես չի մնա։
Եվ սիրելի հայրենակիցներ, ես գրառումներ եմ կարդում, որ մի ինձ հետևորդ ասում է, ինչու չեք շատ խոսում, երկար խոսում։ Չէ, ես խտացնում եմ իմ ասելիքը եւ չեմ ուզում ձանձրալի լինի, որ հնարավորություն տամ մնացածին էլ հետևեք եւ համեմատեք։ Մնաք խաղաղությամբ եւ խոհեմ եղեք։ Պետք է մենք պայքարենք, ոչ թե սպասենք, թե մեր հետ ոնց կվարվեն։ Ստեսություն։